վախեցեք, պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, որն դուք վախենում եք իրենից։ Տեսեք, Աննա Հակոբյանը, ես չգիտեմ ինչ ծրագիր ունի հիմա ժողովրդին զբաղեցնելու։ Նախ ին վախենալու հետ կապված ես այս կյանքում որևիցե մեկից չեմ վախենում։ Ես միայն ու միայն վախենում եմ ամենազոր Աստծուց։ Եվ չկա այս մոլորակի վրա ինչ որ մեկը, ինչ որ մարդ էակ, որից ես վախենամ։ Իսկ այդ բնական իրավիճակները բոլորի մոտ էլ բնականաբար դրսևորվում են։ Ծանր իրավիճակներ, դժվար իրավիճակներ, բայց եթե մի մարդ զգում է Աստծուն ու Աստծո զորությունը, նա չի կարող վախենալ չարից, նեռից, սատանայից։ Եվ սա էս մասով։ Իսկ ինչ վերաբերվում է իր հայտարարությանը, որ մի վախեցեք պատերազմից, մի վախեցեք այս ամեն ինչից, ամենաշատ Աննա Հակոբյան պատերազմից վախենում է քո վախկոտ ամուսինը։ Տես քո պահով այդքան էլ չեմ կարա ասեմ, որովհետև դու անգամ նստեն նայել ես հայ զինվորի արյունահեղություն ես նայել էկրաններին ու երևի չգիտեմ հոգիդ փառավորվել է թե ընկճվել ես, դա հաստատ չեմ կարող ասել, բայց այն որ քո ամուսինը սարսափած է եւ պատերազմից եւ Ալիևից, դա փաստ է, այն որ քո շրջապատը, քո եղբայրը, ԿՊ-ն, ողջ դասալիկ վիճակով, այսինքն դուք չեք կարող օրինակ իմ նման մարդուն մեղադրել պատերազմից վախենալու մեջ։ Երբ որ մեղադրեք Նիկոլ Փաշինյան անձին, բացահայտ, հանրային ձևով, ձեր ամուսնուն, երբ որ հայտարարեցիք, որ 11,000 դասալիկ ենք ունեցել, դուք պետք է հայտարարեք, որ առաջինը եղել է ձեր ամուսինը, ոչ ծառայել է բանակում, որպես հայ տղամարդ, չկա ինքը, չկա, այդ տենց մարդու հետ ես դու ամուսնացել, այդ դա է քո երեխաների հայրը, այդ դասալիկ անձնավորությունը, ու դու չես կարա այնքան ժամանակ ցեղ շպրտես այս մարդկանց վրա, այդ թվում քո ասած դասալիկ տեսակի, քանի քո ամուսնուն չես տվել համարժեք պատասխան։ Դուք դասալիկա քո ամուսինը, որը երկրի վարչապետ է, թիվ 1 դասալիկն է, եւ դասալիկության տակ գտնվող զինվորը ամեն ինչի ընդունակ է։ Դասալիկ ղեկավար ունեցող զինվորը, ես այդտեղ ուղակի չեմ կարա անգամ զինվորին էլ մեղադրեմ։ Այդ փախնող զինվորին չեմ կարա մեղադրեմ, երբ որ գերագույն գլխավոր հրամանատարը դասալիկ է, որովհետև եթե մարդը տեսնում է ու այդքան բողոք որ կար, որ մարդկանց ասում էին ինչի՞ չէ գնում կռիվ, մարդիկ ասում էին ախպեր անտերություն է այնտեղ։ Այս խոսակցությունը ժողովրդի մեջ կար պատերազմի օրերին, այդ անտերությունը որտեղից է եկել Փաշինյանի նման ղեկավար ունենալուց, երբ որ չկա կառավարիչ։ Այդպես է լինում։ Իսկ այդ ձեր պահվածքը, որ փորձում եք մարդկանց այդպիսով ճնշել, հետո իրավապահ համակարգը օգտագործել որպես ձեզ գործիք, ձեր անձնական քմահաճույքները բավարարելու համար եք օգտագործում պետությունն ու պետական ռեսուրսները, ես մեր հարգարժան գյուղացիներին, բանվորներին, հասարակ մարդկանց կոչ եմ անում, ով կկասկածի իմ ասացի վրա, գնացեք, նստեք, ինչ-որ ԿՊԱ-ականին հետևեք, տեսեք նրա առօրյան, գնացեք համոզվեք, տեսեք նա ինչով է ամբողջ օրը զբաղված, որտեղ է քարշ գալիս, ինչ փողերով, ինչեր է անում, եւ ով է եղել մինչեւ իշխանություն լինելը, հասկանում եք ինչ է կատարվում։ Նրանք պետության փողերով տնից են խոսում, տուն առնելուց են խոսում, հələ մի հատ տեսեք Արարատ Միրզոյանը իր անունով, ինչ ունի, ու էդի հայտարարա գրած, այս քանի տարվա մեջ, որ հասկանում եք ժողովուրդ ջան, ոչ մի օգուտ չեն բերես պետությանը, ոչ դիվանագիտական ոլորտում, երբ որ պատերազմը պարտվել են դիվանագիտության պատճառով, ոչ մի բան, իրանք որպես ղեկավար օգուտ չեն բերել, որ ասեմ, գիտես ինչ կա, լավ, այս մի բանը, այս մարդը ունի, արած ունի, ղեկավարա, մի բան արել է, այս էլ ունի, այս է ղեկավարա, պետք է ունի